Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեք, Լիանա ջան։ Պարոն Սողոմոնյան, վերջին շրջանում աշխարհում կարծեք թե թեժ, այսպես գործընթացներ են տեղի ունենում եւ ամեն ինչ սկսվել է Դոնալդ Թրամփից, որը նախ Վենեսուելայի նախագահին ձերբակալեց, հիմա ցանկանում է Գրենլանդիան գնել, ՆԱՏՕ-ի ինչ-որ կառույցներում է դադարեցնում անդամակցությունը, ընդհանրապես ինչ է անում Դոնալդ Թրամփը աշխարհի հետ եւ աշխարհում։ Այո, շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, եթե միայն հետազոտողի աչքով նայենք, շատ հետաքրքիր կլիներ, բայց ամբողջ ցավը նրանում է, որ մենք այդ գործընթացների կիզակետում ենք նաև հայտնվել եւ շատ զգուշավոր քաղաքականություն է Հայաստանին անհրաժեշտ այս ամբողջ տակնու վրա անող գործընթացները մեր գլխին չկոտրելու համար։ Այն ինչ որ անում է Թրամփը հին աշխարհակարգի փլուզման եւ նորի դեռևս չձևավորման միջև ընկած ժամանակահատվածի այդ տրամաբանությանն է բնորոշ։ Միջթագավորական ժամանակաշրջան են, այսպես ասում, ինտերրեգնում դարաշրջան են ասում, երբ որ նախկին աշխարհակարգը, որը կոչվում էր լիբերալ աշխարհակարգ, լիբերալ հեգեմոնիայի աշխարհակարգ, փլուզվում է եւ նորը դեռևս չի ձևավորվել, նոր խաղի կանոններ, այսինքն հստակ չեն, եւ ստեղծվել է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրը իր համար է խաղում։ Հին աշխարհակարգի, այսինքն որ արդեն ավարտվում է, հա։ Դրա բնորոշ գծերից մեկը միաբևեռությունն էր, միաբևեռության մոմենտումը, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արևմտյան կիսագնդում լիարժեք ինքնիշխան էր, իսկ արևելյան կիսագնդում չկար այնպիսի մի այլ տերություն, որը կլիներ այն կարգավիճակի, ինչ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուներ արևմտյան կիսագնդում։ Եվ նա կարողանում էր դրա շնորհիվ, նաև իր տնտեսական գերակայության շնորհիվ, դոլարի գերակայության շնորհիվ, ինչպես նաև լիբերալ արժեքները վկայակոչելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ոստիկանի դեր կատարելու, գերիշխանի դեր կատարելու այդ ամենի շնորհիվ կարողանում էր հեգեմոնիան պահպանել։ Հիմա իր այդ վիճակին, կարգավիճակին մարտահրավեր են նետված եւ մարտահրավերը նետված է գլխավորապես Չինաստանի կողմից։ Չինաստանի տնտեսական մեծ վերելքը, Չինաստանն իր տնտեսական մեծ վերելքով եւ տեխնոլոգիական առաջընթացով ԱՄՆ-ի տնտեսական ու տեխնոլոգիական հեգեմոնիան վիճարկում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Ու այս պարագայում այլևս Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող իր հեգեմոնիան փորձի պահպանել լիբերալ նորմերի վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ։ Իսկ ՆԱՏՕ-ն եկեք հիշենք ինչ կառույց էր ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում էր օգտագործել որպես հենց այդ լիբերալ աշխարհակարգը պահպանելու ռազմականացված, ռազմաքաղաքական խմբավորում։ Հիշենք, որ ՆԱՏՕ-ն դեռ 1949 թվականին ստեղծվել էր կոմունիզմի վտանգը զսպելու համար։ Հետո երբ որ կոմունիզմի վտանգը արդեն չկար, խորհրդային միությունը փլուզված էր, երկբևեռ աշխարհակարգը չկար եւ սկսվել էր ԱՄՆ-ի մոմենտումը միաբևեռության, ՆԱՏՕ-ն վերաիմաստավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ռեալիզմի տեսանկյունից եմ ես սա նայում, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգների հեգեմոնիան համաշխարհային հարթակ բերելու համար հիմնված հենց լիբերալ աշխարհակարգի պաշտպանության վրա, այսինքն դա պաշտպանելու համար։ Հիմա երբ որ իմաստը չկա լիբերալ աշխարհակարգի պահպանության, կարծես թե ՆԱՏՕ-ի գոյությունը ՆԱՏՕ-ն դարձել է անախրոնիզմ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, այսինքն ինքը այլևս փորձում է ոչ թե այդ ՆԱՏՕ-ով պաշտպանել լիբերալ կարգերը եւ այդ լիբերալ կարգերի պաշտպանության ներքո իր ազդեցությունը պահել բոլոր երկրների վրա, Ֆրանսիս Ֆուկույամայի առաջադրած մոդելի հիման վրա, այլ հիմա շատ ավելի առարկայական է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Ինքը յուրաքանչյուր տարածաշրջանում փորձում է յուրաքանչյուր տարածաշրջանի հետ առանձին խաղ խաղալ, առանձին վերաբերմունք ցույց տալ, առանձին գործարք իրականացնել։ Իսկ այդ գործարքները հիմնականում ունեն տնտեսական բաղադրիչ։ Տեսեք, մի կողմից մենք վկայակոչեցինք աշխարհակարգի վերափոխումը, մյուս կողմից Թրամփը այն սերնդի, այն
խմբի, այն դասի գործիչներից է, որոնք շատ սերտորեն կապված են բիզնես ոլորտի հետ եւ բիզնես ոլորտի մարդկանց ազդեցությունը Ամերիկայի արտաքին քաղաքականության վրա մեծացել է, իսկ դա էլ նաեւ պահանջում է, որ բոլոր ոլորտներում, բոլոր ռեգիոններում իրականացվող քաղաքականության մեջ այնպիսի քաղաքականություն վարվի, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական շահը կգերակայի, հա, եւ դրանով է պայմանավորված նաեւ այն, որ ՆԱՏՕ-ն փաստորեն կորցրել է իր առաջվա նշանակությունը, ու մենք տեսնում ենք ճաքեր է տալիս եւ այդ ճաքը կտա հատկապես այն պարագայում, երբ որ Գրենլանդիան ուժով կանցնի Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Մեզ համար մի քիչ դժվար է դա հավատալը, հասկանալը, գիտակցելը, որովհետև մենք մեր ուղեղը սովոր չի եղել դրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև կստեղծվի մի հատ իրավիճակ, որ տարածքի համար նրանք հակամարտության մեջ կմտնեն։ Գուցեև չմտնեն, գուցեև եվրոպացիները կուլ տան Գրենլանդիայի վիրավորանքը, այսպես ասած, թողնեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերցնի, բայց համենայն դեպս սա արդեն ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն, որը որ արևմտյան ակումբի, արևմտյան ժողովրդավարական ավանդույթներով երկրների ոնց որ ռազմապաշտպանական, ռազմաքաղաքական կառույցներ Գրենլանդիայի իրականանալի լինելու պարագայում ելևս տեսնելու ենք, որ չի աշխատելու։ Իսկ նաև մի փոքր նաև այդպես հավելում էլ անենք, որ այս ամենը բնականաբար այս ամբողջ գլոբալ մակարդակում տեղի ունեցող գործընթացները ազդեցություն ունենալու են եւ ունեն մեր տարածաշրջանի վրա եւ մեր վրա։ Որպես ձեր խոսքերի շարունակություն ակնհայտ է, որ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում վերաբաժանումները եւ դերակատարումների այսպես վերաբաշխումները շարունակվում են։ Օրերս էլ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Կովկասը Պուտինին է պատկանում, ընդհանրապես ո՞րն է Հայաստանի տեղն ու դերը այս գործընթացներում։ Անկեղծ ասած, ես չեմ կարողանում հիշել հենց այդ ձևով արտահայտություն, որ Թրամփը անմիջապես այդպես է հայտարարում։ Կարող է ես եմ լրահոսից բաց թողել, բայց ձեր ասածը ընդունում եմ ինչ տեսանկյունից, հասկանալի է ինձ այն տեսանկյունից, որ մասնավորապես Ռուսաստանի գծով նրա խորհրդականն էր Ֆիոնա Հիլլերը վկայակոչել իր զրույցները Թրամփի հետ, որտեղ Թրամփը մոտավորապես այդպիսի մտքեր է արտահայտում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը ընդհանրապես պետք է փոխել, որ տարածաշրջաններում, որ ակնհայտ կա գերիշխան, քաղաքական ազդեցության, նրա քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրներ կան, այդտեղ ԱՄՆ-ը շատ մեծ խորքային անելիքներ չունի։ Հիմա գանք ոնց որ ասած այդ Կովկասը պատկանում է Պուտինին այդ արտահայտությանը։ Այդ իմաստով ըստ էության Թրամփը գտնում է, որ Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, ինչպես նաև առհասարակ Ռուսաստանի համար այսպես կոչված մերձավոր արտասահմանը, նրա նախկին ԽՍՀՄ հանած մերձբալթիկան շրջանները ազդեցության գոտի են, ուստի այստեղ շատ մեծ ռեսուրս, էներգիա ծախսելու հարկ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, հաշվի առնելով, որ նրա լրջագույն, կարևորագույն խնդիրը Չինաստանի հետ մրցակցությունն է։ Բայց քանի որ այս տարածաշրջաններում այս կամ այն չափով ուղղակի եւ միջնորդավորված ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացված է, ուստի այստեղ ոնց որ Թրամփի հետ արտահայտությունները իմ կարծիքով ցույց են տալիս նրա գործարքի գնալու պատրաստակամությունը, Ռուսաստանի հետ կոնկրետ գործարքի գնալու պատրաստակամությունը, որ ես թողնում եմ քո ազդեցության գոտիներում քո ազդեցությունը մնա, ես պատրաստ եմ ինչ որ կերպ հեռանալու, բայց դրա գինը օրինակ կարող է լինել, որ Ռուսաստանը Չինաստանի հետ չսերտացնի իր դաշինքը, չսերտացնի իր կապերը, որովհետև այդ դա արդեն Թրամփի համար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շատ լուրջ մարտահրավեր կլինի, շատ լուրջ մարտահրավեր կլինի։ Ու հենց սա ի նկատի ունենալով մենք կարող ենք մոտավորապես փորձել հասկանալ, թե ապագայում ինչեր կարող են տեղի ունենալ այս տարածաշրջանում։ Ու թեև հիմա մեր տարածաշրջանում մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվացում, բայց իմ կարծիքով կոնկրետ թրիփի ձևաչափով ակտիվացում, իմ կարծիքով այսպիսի ակտիվացումը եւ թրիփի առաջ մղումը
կարող է գիտեք ինչ լինել, կարող է լինել հետևյալը, որ մեր տարածաշրջանում հարավային Կովկասում լրացուցիչ լծակ է թողնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի հետո կարողանա նա իր հեռացումը, այսպես ասենք, ավելի թանկ վաճառի Ռուսաստանին։ Այսինքն ռուսների եւ չինացիների կապը կտրելու համար մի քանի տեղեր ցույց տա, ասի, այստեղ ես ներկա եմ, այստեղ ես ներկա եմ, այստեղ ես ներկա եմ, ես կարող եմ այստեղից այս տարածքներից հեռանալ, բայց որ դու Չինաստանի հետ քո կապերը չզարգացնես։ Այս իմաստը, բայց բացի դրանից նաև ինչ որ անում է, նաև տնտեսական իմաստ էլ ունի, մասնավորապես օրինակ տեսեք Ուկրաինայի հարցում ակնհայտ Թրամփը ի ցույց է դնում ռուս բանը ժարգոնային ասում են գայկաները մի քիչ թուլացնելու, լծակները թուլացնելու մտադրությունը ցույց է դնում, ասում է ոնց որ կարող եմ ես հետ քայլ անել Ուկրաինայից, բայց իհարկե փոխարենը ուկրաինացիներից պահանջելով մետաղներ, նրա ընդերքը պահանջելով իհարկե։ Հակառակ պարագայում կշարունակվի հակամարտությունը, որը ակնհայտ է, որ Ուկրաինայի օգտին չի դասավորվում, Ուկրաինայի համար նպաստավոր ձևով չի դասավորվում։ Թրիփի կապակցությամբ, երբ որ մասնավորապես նայում ենք այս վերջին թրիփի հետ կապված վերջին նախագիծը, թրիփ նախագծի հետ կապված իրագործման այդ հայտարարությունը Միրզոյանի եւ Ռուբիոյի միջև ստորագրված, այնտեղ երբ որ բառերին փորձում ենք մի փոքր այդպես կոնտենտ անալիզ անել եւ գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար տնտեսական հետաքրքրություն, թեև այս նախագիծը գերազանցապես ես քաղաքական եմ համարում, այդուհանդերձ որոշակի տնտեսական բաղադրիչ հետաքրքրություն կարող է լինել Կենտրոնական Ասիայի էլի հազվագյուտ մետաղների հոսքը այս բանով տարածաշրջանում, թեև սա նորից եմ ասում, ավելի շատ քաղաքական նախագիծ է, որովհետև բավական անպաշտպան չերաշխավորված պաշտպանությամբ տարածքով է անցնելու Իրանի քթի տակ տարբեր սյուրպրիզներից եւ Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ որ ռուսական ռազմաբազա կա։ Դրա համար ես սա ավելի շատ այդպես համարում եմ քաղաքական գործարք, բայց որն է ամբողջ խնդրեմը մեզ համար, որ մենք գնում ենք մտնում ենք այդպիսի քաղաքական գործարքների մեջ, գործարքներ, որոնք կառուցվում են տարբեր տերությունների, խոշոր խաղացողների, շահերի հակադրությունների վրա։ Իսկ այս պարագայում Հայաստանը օրինակ մանևրելու հնարավորություն ունի կամ կունենա, թե ոչ։ Իհարկե դժվարանում են մանևրելու հնարավորությունները, որքան փոխվում է աշխարհակարգը եւ կանոնները նոր դեռևս հաստատված չեն եւ որքան կոշտանում են հարաբերությունները, ինչ է այնքան Հայաստանի ճկուն քաղաքականություն վարելու հնարավորություններն էլ են քչանում, սա օբյեկտիվորեն տեղի է ունենում հիմա աշխարհում ուժի իրավունքի վերադարձ, ուժն է ծնում իրավունքի վերադարձ, միջազգային ինստիտուտները մենք արդեն տեսանք, որ ՆԱՏՕ-ն կարծես թե ճեղքվածք է տալիս, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի աշխատում, առևտրի համաշխարհային կազմակերպությունը նորմալ չի գործում, որովհետև բոլորը բոլորի դեմ պատժամիջոցներ են կիրառում, ել կարծես թե այսինքն միջազգային իրավունքը ավելի ու ավելի է կորցնում իր ազդեցությունը, մանավանդ մեր տարածաշրջանում այն կարելի է ասել մահացել է ընդհանրապես, որպես վկայություն 150,000 բռնագաղթված մեր հայրենակիցներն են եւ բռնագաղթեցնող բռնապետական վարչակարգի հետ Ադրբեջանի Արևմուտքը պահպանում է շատ նորմալ հարաբերություններ, պահպանում եւ զարգացնում է շատ նորմալ հարաբերություններ։ Սա ցույց է տալիս, որ միջազգային իրավունքը մեր տարածաշրջանում մահացել է կամ որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չի կատարվում, դա եւս ցույց է տալիս։ Այսպիսի դեպքերում, երբ որ նաեւ անվտանգային վակուում է ձևավորվում ու անվտանգային վակուումը նոր ուժեր են փորձում իրենցով լցնել եւ Հայաստանի պարագայում, մեր տարածաշրջանի պարագայում Ռուսաստանն է ժամանակավորապես հեռացել եւ Թուրքիան է իրենով լցնում այս վակուումը, մեզ համար այո, շատ ավելի մենք խոցելի վիճակներում ենք հայտնվում որպես փոքր պետություն ու փոքր պետություններին այդ դեպքում ոնց որ քաղաքականության մենյու գոյություն ունի, ինչպիսի քաղաքականություն պետք է վարեն, ինչպիսի ռազմավարություններ պետք է իրականացնեն։ Դրանցից մեկը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է, երբ որ
ակնհայտորեն որևէ մի տերությունից, մի ուժային կենտրոնից կախվածությունը այլևս փորձում են ոնց որ դիվերսիֆիկացնել, բազմազանեցնել, փոխարինել այլ պետությունների հետ, այլ կենտրոնների հետ հարաբերություններով, բայց այնպիսի հարաբերություններով, որոնք փող բացառող չլինեն, այսինքն այդ նախկին դաշնակցի հետ, հա, նախկին դաշնակցին լրջորեն չվնասեն այն աստիճանի, որ նա նախկին դաշնակցից վերածվի թշնամու։ Այս տրամաբանությունն է պետք հաշվի առնել։ Հիմա Հայաստանի իշխանությունների վարածը հենց այդ ցավոք սրտի այդ տրամաբանությամբ է գնում։ Անընդհատ խոսույթի մեջ շեշտադրումները KGB-ի գործակալ Հայաստանի նկատմամբ ինչ որ այդպես կախվածություն, Հայաստանը գուբերնիա, այս շեշտադրումները անընդհատ սրանք լավ բանի մասին չեն խոսում։ Սա ճիշտ արտաքին քաղաքականություն չէ, սա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն չէ, ինչպես որ իրենք սիրում են հաճախ ասել։ Երկրորդը, որ այդ դիվերսիֆիկացումից պետք է անվտանգային հստակ օգուտներ մենք կարողանանք տեսնել։ Մենք օրինակ պետք է կարողանանք շատ հստակ տեսնել, հասարակ քաղաքացին նույնիսկ պետք է դա զգար իր մաշկի վրա, որ օրինակ ասենք Ֆրանսիայի, Հունաստանի, Հնդկաստանի հետ ռազմական պաշտպանական ոլորտում համագործակցությունից մենք ինչպես ենք բարելավում, բարձրացնում մեր անվտանգային վիճակը, բայց երբ որ այս հարցի կողքին մենք դնում ենք, նայում ենք, տեսնում ենք, որ մեր բյուջեն է, ռազմական բյուջեն է կրճատվում, ապա այստեղ մենք տեսնում ենք, որ այդ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը տեղի չի ունենում։ Երրորդ ռազմավարական այսպես ուղղությունն է նիշային դիվանագիտությունը, որ պետությունը, փոքր պետությունը պետք է դառնա թեկուզ հակամարտողների համար կենսական նշանակություն ունեցող մի վայրի, մի տարածաշրջանի, դրան ուղղված միայն մի հայտարարություն ենք տեսնում, խաղաղության խաչմերուկ կոչվող հայտարարությունն ենք տեսնում, որի իրականացման պայմաններ չկա, ընդհակառակը, ոչ թե խաղաղության խաչմերուկ է Հայաստանը դառնում, այլ բախումների իր վրա բախումներ հրավիրող քաղաքականություն է իրականացնում, որի դրսևորումները մենք սկսել ենք արդեն նկատել, տեսնել։ Տեսեք, եւ այս ամենով հանդերձ Հայաստանը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ակնհայտ է, որ իշխանությունները կարծեք թե չհայտարարված, բայց քարոզարշավ են իրականացնում, ինչ է անում ընդդիմությունը։ Իշխանությունները վաղուց են իրենց քարոզարշավը սկսել եւ նրանք շատ լծակներ ունեն, շատ կարողություններ ունեն պետական ռեսուրսները օգտագործելու համար։ Ինչ է անում ընդդիմությունը, այո, ընդդիմությունը ակնհայտ ուշացրել է, ուշ է սկսել իր հակընդդեմ գործողությունները, ընդդիմությունը մեկ միասնական ուրեմն այսպես դիմագիծ չունեցող ընդդիմություն է Հայաստանի Հանրապետությունում եւ վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ կարծես թե ժողովրդի մեջ գնալով հաղթահարվում է այդ նախկիններ ներկաներ դիխոտոմիան, ընդդիմադիր դաշտում նոր շունչ, նոր լիցք է մտցրել մեր ձևով շարժումը, որը սակայն ի սկզբանե կար այդպիսի ընկալում եւ ակնկալիք, որ կոնսոլիդացնող, հատկապես արտախորհրդարանական ոլորտի կոնսոլիդացնող, միախմբող հարթակ կհանդիսանար, բայց ինչպես տեսնում ենք, գնում է պարզապես նոր ուժի, նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու ճանապարհով։ Ինքս ավելի քիչ արդյունավետ եմ համարում այս իշխանությունների դեմ պայքարի հարցում այս երկրորդ տակտիկան, հա, որ ստեղծել նոր ուժ, սեփական ուժ, այդ ուժն էլ իր հիմնական ձայները կամ ձայների չեմ ասում մեծ մասը, լավ, մի մասը տանելու է գործող խորհրդարանական ընդդիմությունից հիասթափված մարդկանցից է վերցնելու եւ այստեղ այսինքն շատ բաց է մնում
այն հարցը, որ մեր բնակչության մի ստվար զանգվածը որպես ընտրողներ սոցիոլոգիական հարցումներով դա մոտավորապես 40% է կազմում, ունեն դեռևս շատ չպատասխանված հարցեր, հստակ կողմնորոշման խնդիր ունեն եւ արկա դաշտում ոչ խորհրդարանական ընդդիմության, ոչ իշխանության, ոչ իշխանության գրպանային ուժերի, ոչ էլ արդեն իսկ քաղաքական հայտ ներկայացրած մեծ ուժերի կողմը չեն իրենց դիրքավորում եւ նոր այսպես առաջարկի են սպասում եւ այս դաշտում արտախորհրդարանական այս դաշտում որոշ գործընթացներ տեղի ունենում են, հույս ունենանք, որ այդ մենք նույնպես կոնտակտների մեջ ենք, մենք հայտարարել ենք այդ մասին, որ արտախորհրդարանական ազգային դիմագիծ ունեցող եւ չափավոր ռացիոնալ ուժերի համախմբումը հրամայական է, մենք էլ կոնտակտների մեջ ենք եւ հույս ունենանք, որ այս ուղղությամբ առաջիկայում կունենանք նորություններ։ Եվ վերջում, պարոն Սողոմոնյան, կարծիքներ կան, որ հիմա օրինակ քաղաքացիական պայմանագրի ներսում խնդիրներ են ի հայտ եկել, որովհետև նախընտրական ցուցակներում, հատկապես առաջին համարներում հայտնվելու ուրեմն թեժ պայքար է ԿՊԱ-ականների շրջանում։ Ձեր դիտարկմամբ, եթե իրապես խնդիրներ կան եւ պայքար է ընթանում առաջին համարի կամ ընդհանրապես ցուցակում հայտնվելու համար, կարող է սա արդյոք ազդել քաղաքացիական պայմանագրի վրա, կարող են ճաքեր առաջանալ, որոնք էլ կօգնեն ընդդիմությանը, օրինակ, հաղթանակ տանել իշխանությունների նկատմամբ։ Ընդդիմության խնդիրը լինելու է ամեն ինչ անել այդ հաղթանակը մոտեցնելու համար, այո։ Մեր գլխավոր նպատակը այս տարվա մեջ 2026-ը քաղաքական տարի է, ընտրական տարի է, անելն է ամեն ինչ, որպեսզի իշխանությունը չհաղթի։ Սա մեր կարևորագույն նպատակն է, մեր նվազագույն նպատակը, նվազագույն, որին որ հասնելը ես կարծում եմ, որ 99%-ով հնարավոր է։ Մինիմում ծրագիրը, այսինքն մեզ համար ամենավատատեսական սցենարով էլ եթե անգամ իրադարձությունները զարգանան ընտրական գործընթացները թույլ չտալ, որ Փաշինյանը ունենա սահմանադրական մեծամասնություն պարլամենտում, որ չկարողանա իր ուզած մարդուն նախագահ նշանակի, դատախազ նշանակի, պետական մարմինների, անկախ մարմինների ղեկավար նշանակի, սա թույլ չտալն է։ Հիմա կոնկրետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում, այո, այդ ամենը տեղի է ունենում, նրանք էլ են հասկանում, որ իրենք էլ առաջվանը չեն, մեղմ ասած, էլ առաջվանը չեն եւ ավելի քիչ տեղեր են ունենալու պարլամենտում, ավելի քիչ իշխանական լծակներ են ունենալու պարլամենտում եւ անգամ եթե ինչ-որ մի ձևով, մի հրաշքով միայնակ կամ ինչ-որ գրպանային ուժի հետ միասին կոալիցիա կազմելով մտնեն պարլամենտ, իրենք արագ մաշվելու են, շատ արագ մաշվելու են։ Այս ամբողջը նրանք գիտակցելով, նրանցից յուրաքանչյուրը, որ այս շրջանում լիուլի օգտվել է, որոնք որ այս շրջանում լիուլի օգտվել են բարիքներից եւ հաշվետու չեն եղել հասարակությանը իրենց արած որևէ լավ գործի մասին, որովհետեւ ոչ մի լավ գործ էլ չեն արել բնականաբար, այս պարագայում նրանց մեջ շայո քաղաքական երաշխիքների համար մրցակցություն է սրվել է եւ որը ընդունում է այդպիսի դրսևորումներ, որ ինչ-որ մարդիկ են ցուցակներից դուրս մնում եւ այլն։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, բայց այստեղ ոչ միայն հետևենք, այլ մենք պետք է ասենք հետեւյալը, որ ընդունելի չէ այն մտածողությունը, որ Փաշինյանին հնարավոր չէ ընտրություններով հանել, որովհետեւ այսպիսի մտածողություն կա եւ այդպիսի մտածողության հիմքեր էլ կան, չի կարելի ասել, որ ընդհանրապես հիմք չկա, կան այո այդպիսի հիմքեր, բայց եթե առաջնորդվենք զուտ այդ մտածողությամբ, դա բերելու է пассив ընտրական վարքագծի, իսկ пассив ընտրական վարքագիծը այն է, ինչ որ ցանկանում է Փաշինյանը, որպեսզի քիչ լինեն ընտրություններին մասնակցող քաղաքացիները եւ այդ քիչ լինելու մեջ իրեն ընտրողների տեսակարար կշիռը շատ է լինելու։ Եթե մենք կարողանանք անել այնպես, որ ընտրական իրավունք ունեցող մեր քաղաքացիների եւ Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիների առնվազն
Եթե 70%-անոց օրինակ շատ լավ կլինի իհարկե, մասնակցություն լինի, Փաշինյանի ընտրվելու շանս կարելի ասել 0-ական է լինելու։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօր իմ հյուրը Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։